Ալո, ալո, աբո ջան, ինչ կար, նգարա հանում կենեն, ստեղ կվուգն եմ, Տիրան Պասկևիչյանն է, Համլետի մասին նգարա հանումներ են, Համլետ անունով մարդկանց, ստեղ նգարա հանման մեջ ենք, ինչ կուկաս ես կողմերը, չէ, բաբայիս կողմից տադս է կոչել Համլետ, 69 թվին, տադս այդ ժամանակ ջայել է եղել, հա, ու ինչքանով որ ես գիտեմ, Համլետը կարտալուց հետո է, էլի, այդ անունը կերբարը թուրն եկել է, ջր, ու կոչել են Համլետ, այդ անունով ապրում ենք, դե տադս էլի Բարոմիջան Հայաստանից, բաբս, այդ ճարտերից փախած, էլի այդ լինել չնելն հարցն է եղել, էլի։ Ու գնում եմ։ Բտիշներ բալանիները վեսներ, հելնենք կլուբ։ Սաղատ էլ չէ տան կլուբ։ Արի գնանք ակումբ։ Նարդի խաղալ սովորել ես։ Հա, ես մոռացել եմ։ Ես պարապուգում եմ, ես Հա, չէ, Սարգսյան, ես ժամանակ չունեմ։ Հիմի նոր անցնում եմ հանգիստ նորմալ նստակյաց կյանքի կարող է կամ մոտդ սովորեմ, էլի։ Այդանք մի քանի հատ Пожалуйста. սովորած։ Բալալիքը փերել։ Հա, Ամուսան։ հետո ոնց եք, լավ եք։ Յոլա եմ էդ։ Հետա, բոլորն էլ այդպես են։ Ապրում ենք էլի ամեն Մենք էլ հոմարդ ենք, Երանի ենք։ տալով։ Վարսանանք, արի։ Բալանները չբերեց։ Մեկ հեզվորն է թամբի վրա, մեկ էլ թամբը է ծորի։ Ժամանակներ էր, անցան գնացի։ Հա դե այդպես է, հետո սա գիտես ինչն եմ ափսոսում։ Մանկությունից։ Ամբողջ երիտասարդությունս ներդրեցին հավա այդ մեզ գյուղում։ Այո, ճիշտ է։ Ներդրեցին էլ ինչ ձևի։ Ներդրեց այդ կուլտուրայի տան վրա, այսօր դարձրեցին թաղման սեղան։ Ես ավտոյի կարդան է, որ սկորոստից գալիս է։ Հա, կարդան։ Ով որ դες բան մեկը մտավ, ես ավտո կարդան ինչ ես դրես։ Ասի լավ հիշեցվիր, թե ինչ է։ Համլետի մոտ պայքար էր, չէ, պայքար էր գնում, բայց
այդ պայքարը ընդհանրապես վերջացավ իր վախճանով։ Իմ դեպքում ես չի ասի, թե ես պայքարում եմ, ես պայքարող մարդ չեմ։ Եթե նայենք վերջին ինչ եղավ, այդ պայքարը վերջ գնաց ինքնազոհության, չէ, որտեվ չկար, իրանումանը չկար։ Հայկական անուն Օֆիլյան, որ քուրս մահացել է իր անունը դրած։ Երկու անուն ունենք։ Ջուլիետա։ Օֆիլյան դոկումենտո է, ճիշտ է։ Առաջ դժվարություն շատ եմ ունեցել։ Դա ամուսինս գնում էր արդ երկրներ, երեխեք մնում էր վրես, կիսուրս խորթ էր, լավ չէր նայում մեզի, շատ էր նեղում։ Ռուսաստան, գնում աղշտում էր ամուսինս։ Որ երեխեքին պայինք, չէինք խոսում, կեսրարի առաջ հաց չէինք ուտում, թույլ չտային արսեն իրանց առաջ նստեր հաց, ուտեր չայ խմեր, իսկ հիմա ազատ են, դու մի խոսա, Համլետ ջան, դու մի խոսա, ես էլ եմ էլ չխոսք Համայրան կեսրար մահացավ, նոր ես սկսի հետն խոսալ մահացավ։ Սովետական ժամանակներում էինք ապրում, հետո սովետական ժամանակները փլուզվեց, ավելի շատ բաներ իմացանք, ավելի շատ բաներ կարտացինք, տեղյակ եղանք, ուզեցանք տեսնել ուրիշ տեղերի կյանքը, ուրիշ երկրները, գնացել եմ Սվերդլովսկ, Ռուսաստան եմ եղել 3 տարի, հետո դրանից հետո Պոլշա, Պոլշայից Գերմանիա, Գերմանիայից հետո Կանադա։ Փոփոխություններ տեսնենք, ինչ-որ ուրիշ կյանք տեսնենք։ Լավ էլ զառ ես բերում, ինչ ես դարձում։ Լավ էլ զառ ես բերում, շեշուբեշ։ Շեշուբեշ, աբես, Համլետ ջան։ Համլետ ջան։ Համլետ ջան։ Աբես, Համլետ ջան։ Համլետ ջան։ Համլետ ջան։ Էսի 4։ Էսի 5 ախ, չէ, 5։ Ես քո ջանին մեռնեմ խնամ Սահակ։ Էսի 6, էս էլ ջան։ Հերս որ ասում է բան չգտար այդ անունն ես դրել, ասում էր բալես ճիշտն եմ գտել, ես ճիշտն եմ գտել Համլետի մեջ։ Ճիշտ է, ճշտի ձգտումն է, այդ նպատակն է այդ եղելի։ Ծնողներս մանկավարժ են եղել, դպրոցի դիրեկտոր, մամաս ուսմասմար, պապաս գնացել է թատրոնը նայել է, անունս դրել է Լայարդ, Շեքեսպիրիկ։ Այդ պատմությունը, որ հորը սպանում է։ Աղբերն է հորը սպանում, իր բանի համար, այդ թագավորության համար։ Ինչ հիմար բդի սպանի։ Սա գիշում ես ողորմած հրաչին, որ ամբողջ յուղին կրում էր։ Ուրեմն ստեղ բոլորը գնում էին անասուններին կերտալու, ես էի մնում կլուբում, մեկ էլ ինքը։ Ստեղ չի գալիս։ Համլետ ջան։ Այսի մեկ։ Այդ թվին մեզիով կթողեր մեկ այս սեզոնի նստիկ դարձի։ Ես պետք է ասեի հիշում եմ։ Սենց աղբոր տաղարի խաղ, ես էլ հաշվելով եմ խաղում։ Ուրեմն հաշվելով սա ինչ էր։ 4-2։ 4-2։ Լավ է, լավ է, հա։
էսի Ուզես մի խաղա, ասպեր։ էսի քոր։ Ուզես մի Ուրեմն խաղացինք հաշվելով մարս արեցի 3 հատ։ Իմ արը որոն նարդին վերցրեց ու սես տվեց գետին։ Արասեց այ ախպոր տղա դու հաշվելով ինձ մարս անես սաղ գերի ես լացածանում եմ։ Հաշվելով կրի, չէ։ Հաշվելով կրեցի, բայց Տեքստը բնական է։ ինքն էլ լավ էր խաղում, ախր ինքը սաղոր մորթ էր անում։ Աստվածիմ։ Ես կարող էի ինքույզի կեղևի մեջ տեղավորվել եւ ինքս ինձ անհուն տիեզերքի թակավորն համարել։ Միայն թե այսպես վատ երազներ չտեսնեի ինչպես այժմ։ Ես Բոզգեղի պատվավոր քաղաքացի եմ ու դա իմ ամենաբարձր բանն է, կոչում։ Անկեղծ եմ ասած։ Արա Մարգավիտս որն է, այնա լավ է Բոզգյուղ։ Մարգավիտ լավ է, մեջը ռոմանտիկա էլ կա, բայց բան անեց կայֆ է էլի, որ ասում ես Բոզգեղցի եմ։ Հորաքուրը շատ է սիրե Համլետին, Համլետի կերպարը եւ դրել է Համլետ։ Հա, այն պատանեական տարիներին, երբ որ սայթակումներ էի ունենում, ինչ որ անհաջողություններ էի ունենում, անընդհատ մայրս անիծում էր հորաքրոջս, ասում էր բանա, իր տղայի անունը Վիկտոր դրեց, որ Վիկտոր Համբարձումյանի նման դառնա, քո անունն էլ բերեց դրեց այն դժբախտ Համլետի անունը։ Հենց սայթակում էի։ Իհարկե բանա Համլետի կռիվը, անարդարությունների, բաների դեմ, հենց բանա մեր ժողովրդի կռիվն է դարավոր։ Ինձ թվում է տենց մի բան կա, չէ՞։ Դրա համար այդ կերպարը մեզ դուր է եկել, բոլորին դուր է եկել։ Համլետը դեմ էր դուս եկել անբարոյականությանը, ստին, հա, քաղքենիությանը, այն ինչ որ մարդկային, ինձ թվում է բոլոր արատներին դեմ էր ինքը։ Ժողովուրդը այդ լավ բաներին միշտ հավատում է։ Բայց դե քեզնից պիտի սկսես, ինչ որ պիտի սկսես, էլի։ Որովհետև ինչքանով որ ես գիտենք, կարդացել ենք, իշխանությունը կոպիտ ասած խաբեբայություն ես պես կվերցնեմ, որովհետև Չոր ճարեր կան, կարող են բոլորը ասեն, որ լավ կյանի, ես է, մենք ես կանենք, մենք են կանենք, հետո բացատրեն, թե ինչի չեղավ։ Հեղափոխություն եղավ, որ ժողովրդի վիճակը լավանար, որ ժողովուրդը լավ ապրեն, կենցաղը լավ լինի, իրանց վիճակը լավ է լինի, բայց այդքան շուտ դժվար լավանա, այդ մի անգամից ոնց կլավանա, այդին էց բանա, որ չեմ կարող ասել, կլավանա, թե ավելի վատ է կգնա, բան։ Մեր հեղափոխությունները ինձ թվում է մարդկության այդքան է շատ լավ բաներ չեն տվել։ Բայց Լենինին այդքան չի կանդել։ Հող է բերում, ծախում եմ։ Տուրիստները գալիս են, արձանի մոտ ինչ-որ բաներ են խոսում, դրանց միշտ պատուհանից սիրում եմ, հյուրասիրում եմ, օղի եմ հյուրասիրում, բայց քաշած։ Դրանք դες ուրախանում են, միջոց սիրում են խմել։ Մի հատ այդ փոքրից սարքել եմ, հա, ասում եմ բերեք ես մի հատ առեք, տարեք։ Համ ինձ փող կլինի, համ էլ արաղը շատ կլինի, որ մյուս խմբին էլ հյուրասիրեմ։ Այդպես շաշմաշ ապրում ենք էլի։ Սրա գանգրայ տեսակն է կա, չէ՞, իբր թե Լենինը երեխա վախտխուճ ուժ մազերով, էլ չգիտես, անեն սիրուն, կապուտաչա։ Ոնց խափեին կասեին կա է տենցա։ Ասում էին գնացինք ձեզ ծովից գտանք, ասում էին կա։ Գնացինք տեսանք ձեր մաման բերը թողել անտարծարտակ, ասում էին կա։ Իրոք մեզ գթե բերը պահում են։ Իսկ միգվա երեխուն որ արցակտած ինքն ասում է իմ մամայի փորիկից եմ ես դուրս եկել։ Միգվա երեխին շատ զարգացած։ Առաջվա երեխին ոչ մի բան չէր հասկանում։ Բայց լավ չի զարգացած ըմել։ Այդքան էլ չի։ Առաջվան ավելի լավ էր։ Բերանի կար, կորժի կար,
լիմոնադ կար, 5 կոպեկիտինք մի հատ կորժիկ առնք, հիմա 200 դրամ տաս նոր մի հատ փոքր կորժիկ առս։ Ոչ երեխեն բան կհասկանա, ոչ ես դու։ Հիմա չէ, հիմա վայրենացած ժողովուրդն էլա վայրենացած երեխեք։ Ասում են, որ գյուղերում, ասենք, տղամարդիկ իրանց կանանց ծեծում են, ճիշտ է։ Նայս տղամարդ։ Տղամարդ կա հարփումա ծեծումա, տղամարդ կա որտենումա կայինան միացալ քայլանում ծեծումա։ Տղամարդ էլ կա հանգիստ սևով բացատրումա կինն հասկանում։ Կին կա որ չի ենթարկվում տղամարդուն։ Ծեծումա տղամարդը, որ ասում է պետք է կինն հասկանա։ Խա թույլ տալու որ տղամարդ ծեծի։ Մի երջանկություն ուր է, այդքան էլ չկա երջանկություն, Տիգրան ջան։ Դառը կյանք է, ես ինչ երջանկություն։ Մի մարդկանց դեմքին նայում ես, պիտ բան չկա։ Մի քուր կա աղբոր հետ չի խոսում, աղբեր կա քրոջ հետ չի խոսում։ Դժվար է։ Շատ դժվար է։ Տարիներ է պետք որ փոխվի։ Երիտասարդ կա լավ է, կուլտուրական է, երիտասարդ կա, որ իշխնումա չի ասում, ստեսում, կամ նստումա չի ասում, բարև ձեզ։ Հիմի մեր երեխեքը մեզի չեն լսում։ Մեր հետ քնածել եմ ասում եմ կելի, վերկաս մենք պարկ ենք դիվանին, ուզում ասեմ չեն լսում էլի։ Կյանքը ինքը ցույց է տալիս, որ դա Շեքսպիրը իրոք կյանքից է վերցրել։ Չնայած մայրին ստել էր, եղբայրը ստել էր, բայց ինքը գիտեր, նա ուզում էր անպայման բացահայտել սուտը։ Ասենք այնտեղ գրական ժանրը մի քիչ ուրիշ է, այդ տեսիլքը բանը, բայց ընդհանուր առմամբ կյանքում բաներ կա, որ իրոք կանգնում ես մի պա ճակատագրի առաջ, լինել թե չլինել։ Միթե կարող եմ, միթե չեմ կարող, այս հարցականները արդեն քեզ ճնշում է, այլ ոչ թե մենակ տեսիլ կա ամեն ինչ տենում ես, ամեն ինչ։ Իմ հոր հոգին սպառազինված։ Մի բան կա այստեղ։ Ես կասկածում եմ, որ մի պիղծ ոչիր կատարված լինի։ Երնեք թե գիշերն եկած չլիներ այժմ։ Իսկ մինչ այդ հոգես անվրդով մնա։ Բա, մի օր եկել է եկամարդ, ինքն էլ անասնաբույժ, երկրաշարժից հետո։ Եկել ասում է, մի բան պետք է ասեմ, հանկարծ չնեղանաս, չջղայնանաս, ասում եմ, ինչ ա եղել։ Հա, ասում է, գիտես, ասում է, մի հատ յար ուներ հերս, ասում է, 6 ամսական հղի է։ Եկել է տղուց հարցում է, համ ինչ պետք է անենք։ Հա, ես էլ ասի մարդ ասի, ինչ պետք է անենք, երեխա, երկրաշարժ ժամանակ այսքան զոհեր ենք ունեցել, պետք է ծնվի։ Ասում է, բա որ խայտարակ կլինենք, այդ ժամանակ ինքը 68-70 տարեկան էր։ Հա։ Ասի ընդհակառակը դա ռեկլամ է, որ մեր 70-ից էլ է երեխա ալնում, ասի, արխեին, ասի, այդ մեր աղբերն է, թող ծնվի եւ ծնվեց։ Մի լավ տղա ծնվեց։ Հա, իմ տղուս էլ հոպարժն է։ Էսա, այս բան եմ ուզում անեմ։ Աստղիկ եմ ուզում անեմ։ Բանը համ ուզում եմ բանը լինի, հենց համ շատ անմեղ լինի, համ մի քիչ այն բանը մեջ լինի, էլի, որ դե աղսպիկը ասում էին տրփանքի, չեն բաները որ գայս էին գյոզ էին դնում, ասպետները, աստղիկի լոգանքների ժամանակ, բան, հենց պարս եկեք ստեղ ասեմ։ Որ ստեղ հենց հովա, որ եկակ դուս չեք գալու։ Հիմա Համլետը ինձ թվում է զարմացել է, որ ոնց կարա այդպես բան լինի։ Հիմա ես կարամ արդարացնեմ, ասեմ այդ կնգա վրա սիրահարվել է, իրան գահն էլ չէր հետաքրքիր։ Աղբորը խանդել է, խիպտի այդ նրանն լինի, իհարկե դա իմ բաներից դուրս է, ասենք իմ հասկացողություններից։ Օրինակ իմ հերս մի հատ զիլ բան էր ասում, ընկերոջդ սիրուհուն էլ որպես կին չնայես։ Սա բան է, մարգարեական խոսք է։ Ընկերոջդ սիրուհուն։ Ասենք էլի այն կոշտ բառերով չեմ ուզում, այնց սիրուհի մի քիչ շատ սիրուն եմ ասում, հա, ասում էր որպես կին չպետք է նայես, ասում։ Այստեղ բան ունեմ,
Դե սախարով եմ արել։ Հələ ստենա իս զիլ պորտերը եմ արել։ Հələ միացրա վրա, էս էլ թող վարի, հայ էսա։ Իմ վիդեոների մեջ էլ շատ կա հորանջանք։ Ընդհանրապես գանգեր շատ ունեմ, բացի մարդուց կա կովի գանգ, ձիու, խուզի, տարբեր գանգեր, սա ոնց որ մահվան խորհրդանիշ է լինի, չէ՞։ Բայց ինձ մոտ սոս նյութ է, որի վրա ես գեղանկար եմ անում։ Այս վիդեոյում ես ունեմ մարդը հորանջում է։ Դա արվել է սովետի ժամանակ, սովետական ամբողջ այդ մտածողությունը, այդ ամբողջը ինձ համար ընդհանրապես հորանջանք էր։ Իրենց օրենքները, իրենց այդ պատկառազդու անունը որ հանել էին, սովետական միություն, չգիտեմ ինչ, ընդհանրապես հորանջանքի նման մի բան էր։ Ծանծրույթ եւ ոչինչ չկար մեջը, եւ մտածողության, գիտակցության հետք չկար մեջ։ Կուզեի գրողիցոցն ուղարկել այդ բոլորը, ոչնչացվել այդ բոլորը։ Ես կոմունիստ չեղա, իմ ամբողջ ցեղը սա կոմունիստ էին, սա հա բաց ինձանից։ Ես երիտասարդ տարիքից չեմ ընդունել ձևականը, սաթիցը, սուտը։ Ինչեր է սա։ 4-3 կոլեկտիվացման ժամանակ պապի մկոն մի հատ հեռախոս ուներ էլեմենտով, ստեղ ոլորում էր մի ժամ ազիվ քուչակ միանար է։ Զանգում էր ալո, ընկեր Ստալին, դու ես, հա։ Հակոյի մարտոն կոլխոզ չի գրվում, ինչ անեմ։ Գյուլեմ, հա, հեսա գյուլեմ։ Չես գրվել, ընկեր Ստալին ասում է գյուլեմ, ասում է շուրել, չէ, աման ոտդ պա չեմ կր։ Ընկեր Ստալին փոշման էր ակը, գրվի, լավ չեմ գյուլե, քու խաթր չեմ գյուլե։ Փոշման էլ ակը, չեմ գյուլե։ Ասում է պարզվում էր, գրվում էր կոլխոզ, ասում է այ մկո, ախր այդ Ստալինը հայերեն գիտի, դե ինչ խոսաս, ինչ որ մեր եղածիլն է, ասում է։ Բա այդպես խապելով դե արի այդ կոմունիստներին դե հավատամ։ Շեշից տեղ չունես, հա, փակել եմ։ Հա, ես էլ սուս։ Հավասար փակում եմ, մրոբ ջան, ինչ անեմ։ Հերս զոհտեխնիկ էր, թվերը գրում էր, ասում էի դու 44,000 լիտր կաթ չես կարողացել ստանալ այս կովից, ինչ եք սուտը գրում։ Այդ սուտը որ պատտվում էր, ուզում էին հրամցնեին, որ դու ընդում ես ճշտի տեղ։ Դրանով էլ ես օրինակ, մեռնեմ ձեզ։ Մի մասնիկ ժանգը բոլոր ազնիվ նյութապականում է եւ իջեցնում է իր անարգությանը։ Մի մասնիկ ժանգը բոլոր ազնիվ նյութապականում է եւ իջեցնում է իր անարգությանը։ Մի մասնիկ ժանգը բոլոր ազնիվ նյութապականում է եւ իջեցնում է իրան։ Շեքսպիրի Համլետը իշխանության էր ձգտում, թե ուզում էր իր վրեժը լուծել, թե ինչ։ Չէ, իշխանության չէր ցեկտում, ինքը ճշտին էր ցեկտում, էլի, որ ճիշտը գա առաջ, դա իմ կարծիքը Շեքսպիրյան Համլետի։ Ալո։ Հա, Երանուհի ջան, բարև ձեզ։ Հա, բան ենք, ստեղ նկարահանում է, ասեցի, չէ, այն անգամ այդ Համլետ անունով մարդկանց։ Հա, մենք ներսն ենք։ Հա, արիներս։ Բարև, Երանուհի ջան, բարև։ Լավ, շնորհակալություն։ Լավ եք որ։ Լավ։ Նստեք, հա, Երանուհի ջան։ Չկան որ ես եմ հասկացել իշխանության չէր ցեկտում, արտարությանն էր ցեկտում։ Ու այդ բանը անունի հետ կապված է, թե կապված չէ, այդ արտարությունը ինձ էլ է շատ դուր եկան։ Այդ ընտանիքը մի հատ, ասենք, այլասերվածության երևույթ ա եղել, ինքը այդքան չէր բանանի, դա բացահայտի։ Սաղից վրեժը կլուծեի չա մարդկանացնելը, ուրիշ ձևի կաներ, նրանց նման, բայց ինքը որ նրանց նման չէր,
եւ երևի ինքը ուզում էր ասել, որ այ նայեք, էլ sense բաներ պետք չի ան, որտեվ ամեն ինչի մեջ վերջին հաշվով դաստիարակչական մոմենտ էլ կա, չէ։ Ուղղակի ճշմարտությունն է այդ մարդը ուզեց է բացահայտել։ Նույն ձևով էլ Փաշինյանը այսօր կարող է լուծել ոչ թե որպես անձի միայն, այլ այդ ժամանակվա ընդհանուր այդ կառավարական կազմը պետք է պատասխան տա։ Այսօր միայն մի հատ Քոչարյան չպետք է նստեր։ Նրա հետ պետք է մի ամենակիչը 10 համախոհներ լինեին, այդտեղ պարլամենտի նախագահ կար, այնտեղ անվտանգության կոմիտե կար, այնտեղ ներքին զորքերի հրամանատար կար, ներքին գործերի նախարար կար։ Այդ բոլորը իրար հետ հավասար պետք է պատասխան տային։ Հա դե հասկանում ենք, Փաշինյանին նստացրեցին, Փաշինյանը պետք է լինի Քոչարյանին նստացնի, բայց դրանի ժողովուրդը ինչ է շահում, ոչ մի բան։ Արա, խոսելս լավ չի։ Իսկ Երկուս։ հա։ Վայ, տեսել երկուս։ Ինչ հա։ Ինչ էր։ 4-2։ Այս երկուս։ Ասել Սահակ։ Ահա, համբերդեմ ասա։ Հայրենիքը կերքի մորնա։ Լատես հեսա վերջը լավելի։ Մենք ուզում ենք լինի զավոդ, հիմնար, գործարան։ Երեխեք չելին հետան Ռուսաստաներ, իրանց ընտանիքի մոտ մնան։ Իրանց երեխեն իրանց պապայից կարոտով չմնա։ Ոնց որ պետքնա փող բերեն։ Նիկոլի եկե ինչի վրա տարտակ համանի վրա եկեք այն է։ Ինչն է մնացել ինչի վրա, որ Նիկոլն էլ կա ինչ անի։ Նոր այլացել, տենանք վերջն ինչ կլինի։ Այդ հալով ժողովուրդն կապրին, թե մեռին։ Լինել, թե չլինել, այս է խնդիրը, 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 լինել, թե չլինել, այս է խնդիրը։ Լավ է այս արագությունը, խոտ չխագարում։ Ես արագ էլ չեմ քշում, Տիգրան ջան։ Ես իմ փողը առնում եմ մի 4000 դրամ, 5000 դրամ եւ ազում եմ հողամաս։ Եթե ուրիշի տամ անի, շատ է ծախսը։ Իսկ սենց ես եմ անում, դրա համար առողջական վիճակս լավ է։ Ջայել եմ մնում էլի։ Երևակայի ընկերներից մի 20%-ը մահացել են։ Մահացել են իրանք։ Մեր 2-3 հատ ընկերներ ունեն։ Դե Համլետ անունով ընկեր ունես։ Այո։ Դրսում է։ Գյումեն, Չելյաբինսկ են կողմը, դա Ռուսաստան։ Համլետ անունը, բանակիս ընկերն է։ Հիմիկվա ընտանիքն ինչ հասկանում իր ամուսնանալուց կամ ընտանիք կազմելուց։ Ամուսին կնում է 7 ամիս չի գալիս, երեխեն մեկ ծնվում է հերատենում, մեկ էլ մեծանում է չգիտի իրան էլ է թե չէ։ Պապան էլ որ կա, փոխանակած պապա ասում է ձազա։ Երեխեն տեսե պապա, որ ասի պապա։ 8-10 տարեկանից արդեն որ սենք այդ Համլետ կինոն կնայե, չէ, հայկական հանած կար։ Ու սենք այդ բանով, թե երեխա է, հա, 7 տարեկան երևի նոր դվրս կերտ է։ Տեսենք իրականում սենք Համլետի ագանջի չլծեցին թույնը, հա, հոր ագանջի լծեցին թույնը, հա։ Ծորոնել է Համլետ։ Հա, ու այդ բանով որ կքնես սենք այս անգաջը սենք կփագի։ Սենք ինչ որ վերմագով վախենալով որ թույն չլծեն անգաջես։
ու մի քանի տարի պես եմ քնել, էլի սենք, ու չեմ էլ արդայդվել, չեմ, բայց հետո որ արդեն հասունացա, արդեն ականջի սպասեցի էլի։ Խոստովանեց իր վախը։ Առաջի անգամ իրականում, հա։ Բայց պիտի անվախ յանից, մենակ պիտի Աստծուց վախենաս, Աստծելով ճիշտ յանից, լավ յանից, դու քեզնից վախենաս ու Աստծուց վախենաս, ճիշտ ապրես ինչքան հնարավոր է։ Կյանքում ամեն ինչ էլ սպասվում է մարդու մոտ, տխուրել, ուրախել, բայց դե աղթարել ենք էլի ամեն ինչն էլ։ 92-3 թվի շարժեր, որը սկսվավ գյուղից կային մասնակցող, իմ մեջն էլ տենց մարտական ոգի առաջացավ, ես էլ գնացել եմ։ Մեր հայրենիքի, մեր հողի համար դիմում գրեցի կամավոր։ Վարդենիս ընդեղից Քյալբաջար Օմար, այդ ժամանակ Քյալբաջար մի 5 օրվա վերցրած էր ես որ գնացի, Օմարն 94 թվին է, այդ հունվարին վերցրեց։ Այստեղ առաջ ժամանակներ շատ են, ու էսի գյուղ ա եղել, էսի լրիվ բնակեցված գյուղ ա եղել։ Ես այստեղ էլ խաչքար կա, ես գյուղի խաչքարն ա եղել, բայց գյուղն շատ են գյուղ ա եղել, դա մեր պապերուց առաջ ա։ Օմարին մասնակցել եմ։ Բոյերի վաղտ մեզ էլ տանում էին, այնտեղ օգնության կարիք կար։ Շատ լավ էր, հետաքրքիր անցնում էր։ Ընկերովի երբ պատերազմի մասին էլ չէինք մտածում, վատ բաների մասին, զոհվելու, պարտվելու։ Ուղղակի դժվար էր էլի, որ լսում էիր քո պոլկից, քո ընկերներից մարդ ա զոհվում, վիրավորվում։ Մի անգամ գնացինք, խառնեցինք ճամփեն, տենց մենք բարձունքի վրայով էինք գնում, իրանց պոստերն էլ դիմացեր, այդ վաղտ մի քիչ վախեցանք կրակոցներից բանից, այդ մի անգամն է տենց դեպք եղել։ Ու տենց ամեն ինչ կարգավորվավ նորմալ։ Կռիվն 94 թվի մայիսի զինադադար էր, այդ զինադադարով պրծանք մենք։ Արեսյան կամ երևա մեջ էլի գվա, կամ ոնց կերևա էլի միթա մեջ, երևացեք։ Էդի դերենյան կանես էլ մի իչու, սի դերենյան։